Taking Tylenol is not good. Նախագահ Թրամփը հայտարարել է Թայլինոլ դեղամիջոցի պատվաստումների եւ աուտիզմի միջև չափածուցված կապերի մասին հղի կանանց հորդորելով չօգտագործել այն։ ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովում մի շարք պետություններ հայտարարել են Պաղեստինի պետության ճանաչումը։ Ռուսաստանի նախագահն ԱՄՆ-ին առաջարկում է 1 տարով երկարաձգել միջուկային զենքի վերահսկման պայմանագիրը։ Պենտագոնի լրագրողներին պարտադրում են ստորագրել պարտավորագիր չհրապարակելու չհաստատված տեղեկություն։ Թրամփը պատրաստվում է հանդիպել դեմոկրատ առաջնորդների հետ խուսափելու կոնգրեսի հնարավոր շատդաունից։ Կալիֆոռնիայից վերցված 2.4 միլիարդ դոլարը կվերաուղղվի այլ նախագծերի։ Այս եւ այլ լուրերի մանրամասները հաջորդիվ։ Ողջույն սիրելի հետևորդներ, USR Media-ի YouTube-յան ալիքում ԱՄՆ գլխավոր լուրերն են։ Այսօր, երբ աշխարհում թվային տեխնոլոգիաներն են թելադրում առաջընթացը, մեկ պարզ քայլը կարող է մեզ մեկ քայլ էլ մոտեցնել մեր հիմնական նպատակին։ Եթե ձեզ դուր է գալիս այն, ինչ մենք անում ենք, հիշեցնեմ, բաժանորդագրվեք ալիքին, հայերեն չասած, subscribe եղեք, like դրեք եւ share արեք, այսինքն կիսվեք մեր տեսանյութերով, որպեսզի լուրերը հասանելի լինեն, ավելի լայն լսարանի ես Հարություն Մինասյանն եմ ու պատրաստ եմ ներկայացնելու օրվա կարևորագույն լուրերը։ Եվ այսպես, նախագահ Դոնալդ Թրամփն այսօր Սպիտակ տանը հայտարարել է Թայլինոլ դեղամիջոցի պատվաստումների եւ աուտիզմի միջև չափածուցված եւ որոշ դեպքերում արդեն հերկված կապեր։ Թրամփը հղի կանանց հրահանգել է չընդունել Թայլինոլ։ Նա նաեւ հորդորել է մայրերին չտալ այդ դեղը իրենց փոքրերին, որը պարունակում է ացետամինոֆեն։ Բացի այդ, Թրամփը կրկնել է վաղուց հերկված պնդումները, թե պատվաստանյութերի բաղադրիչները կամ պատվաստումների չափազանց մոտ ժամանակահատվածում կատարումը կարող են նպաստել Միացյալ Նահանգներում աուտիզմի տարածման աճին, առանց որևէ բժշկական ապացույց ներկայացնելու։ Այս հայտարարությունը նաև ցույց է տվել Թրամփի անձնական հետաքրքրությունը աուտիզմի թեմայով եւ նրա մտահոգությունները մանկական պատվաստումների ժամանակացույցի վերաբերյալ։ Չնայած նրան, որ նա հպարտանում է իր դերակատարմամբ COVID-19 պատվաստանյութերի տարածման գործում առաջին պաշտոնավարման ժամանակ, Թրամփը նաև հայտարարել է, որ սննդի եւ դեղերի վարչությունը FDA-ը բժիշկներին կտեղեկացնի, որ ացետամինոֆենի օգտագործումը կարող է կապ ունենալ աուտիզմի վտանգի մեծացման հետ, սակայն կրկին չի ներկայացրել հիմնավորումներ այդ նոր ուղեցույցի համար։ Որոշ ուսումնասիրություններ բարձրացրել են հնարավորության հարցը, որ հղիության ընթացքում ացետամինոֆեն ընդունելը կարող է մեծացնել աուտիզմի վտանգը, սակայն շատ այլ հետազոտություններ նման կապ չեն հաստատել։ Մայրական եւ պտղաբուժության միությունը հայտարարություն է տարածել, որ շարունակում են նրանք Թայլինոլը խորհուրդ տալ որպես անվտանգ միջոց հղիության ընթացքում ջերմությունը կամ ցավը վերահսկելու համար։ Ամերիկյան գինեկոլոգների եւ ծննդաբույժների քոլեջի նախագահն էլ ասել է, որ Թայլինոլը աուտիզմի հետ կապելու պնդումները անպատասխանատու են եւ կարող են վտանգավոր ու շփոթեցնող լինել հղի կանանց համար։ Թայլինոլի արտադրող Kenvue ընկերությունը նույնպես հերքել այդ կապը, նշելով, որ եթե հղիները հրաժարվեն Թայլինոլից, ապա ստիպված կլինեն ընտրել ավելի վտանգավոր ցավազրկողներ։ Ընկերության բաժնետ Տոմսերը հայտարարությունից հետո անմիջապես ընկել են 7.5%-ով, պատճառելով ընկերությանը 2.6 միլիարդ դոլարի վնաս։ FDA-ի հանձնակատար դոկտոր Մարտին Մաքարին հայտարարել է, որ առաջին քայլերն են արվում լեյկովորին կոչվող նյութը ֆոլաթթվի ածանցյալն է, որպես բուժում հաստատելու ուղղությամբ այն մարդկանց համար, ում մոտ գլխուղեղում ֆոլաթթվի մակարդակը ցածր է, սա կարող է ներառել նաև որոշ աուտիզմով երեխաների։ Լեյկովորինը սովորաբար կիրառվում է քիմիոթերապիայի եւ այլ բարձր դեղաչափային դեղերի կողմնակի ազդեցությունը մեղմելու համար։ Այն բարձրացնում է ֆոլաթթվի մակարդակը, որը անհրաժեշտ է առողջ կարմիր բջիջների արտադրության համար։ Աուտիզմը հիվանդություն չէ, այլ բարդ զարգացման խանգարում, որը տարբեր կերպ է արտահայտվում մարդկանց մոտ։ Այն կարող է ներառել լեզվի, ուսուցման կամ սոցիալական եւ էմոցիոնալ հմտությունների հետաձգումներ։ Միացյալ Նահանգներում այսօր աուտիզմ ախտորոշվում է յուրաքանչյուր 31 երեխայից մեկի մոտ, ինչը աճել է վերջին տարիներին հիմնականում ախտորոշման մեթոդների բարելավման եւ սահմանման ընդլայնման հետևանքով։ Նյու Յորքում մեկնարկած ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովում ԵՄ ղեկավարները, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը եւ Պորտուգալիայի վարչապետ Անտոնիո Կոստան խիստ քննադատել եւ սպասվում են նոր ճանաչումների ալիք։ Միջազգային մամուլը գրում է, որ սա կարող է դառնալ շրջադարձային փուլ Իսրայել-Պաղեստին հակամարտության կարգավորման համար։ ՄԱԿ-ի ամբիոնից Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պաշտոնապես հայտարարեց Պաղեստինի պետության ճանաչումը
արժանանալով ավելի քան 140 երկրների առաջնորդների ծափահարություններին։ Նրան միացան նաև Բելգիան, Լյուքսեմբուրգը, Մալթան, Սան Մարինոն եւ Անդորան։ Այս քայլը դիտարկվում է որպես պատմական շրջադարձ Իսրայել-Պաղեստինյան խաղաղության գործընթացի վերագործարկման համար Գազայի պատերազմի ֆոնին։ Մակրոնն իր խոսքում շեշտեց. Ժամանակն է։ Հավատարիմ լինելով Ֆրանսիայի պատմական հանձնառությանը մերձավոր Արևելքին, ես հայտարարում եմ, որ Ֆրանսիան ճանաչում է Պաղեստին պետությունը։ Նրա խոսքով սա հաստատում է, որ պաղեստինյան ժողովուրդը գոյության անկախտելի իրավունք ունի։ Երեք նմանատիպ հայտարարություն արեց Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Ստարմերը, ճանաչելով Պաղեստինի պետությունը, Կանադան նույնպես այսօր ՄԱԿ-ում բարձր ամբիոնից հայտարարեց դրա մասին։ Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը, որը Միացյալ Նահանգների կողմից մուտքի վիզայի մերժման պատճառով հանդես եկավ տեսաուղերձով, կոչ արեց վերջ տալ բռնությանը եւ պատերազմին։ Աբբասը դիմեց նաև իսրայելցի ժողովրդին, հորդորելով դադարեցնել այրունահեղությունը։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտիերեշը հիշեցրեց. Պաղեստինի պետականությունը իրավունք է, ոչ թե պարգև, դրանով հակադարձելով Իսրայելի կառավարությանը, որը պնդում է, թե նման քայլը պարգևատրում է Համասին։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն կտրականապես դեմ է Պաղեստինի պետականությանը եւ ակնարկում է արևմտյան ափի մասերի հնարավոր անեքսիա։ Սակայն Արաբական Միացյալ Էմիրությունները, որը 2020-ին նախաձեռնեց Աբրահամյան համաձայնագրերը, նախազգուշացրել է, որ նման քայլը կարմիր գիծ է։ Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելի պատասխան քայլերը կորոշի առաջիկա շաբաթ Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից հետո։ Թրամփի վարչակազմը նույնպես դեմ է Պաղեստինի ճանաչմանը եւ այն մեղադրում է Գազայում զինադադարի բանակցությունների ձախողման մեջ։ Ֆրանսիան եւ Սաուդյան Արաբիան առաջարկել են փուլային ծրագիր, որի համաձայն բարեփոխված Պաղեստինի իշխանությունը միջազգային աջակցության ներքո պետք է ղեկավարի թե Արևմտյան ափը, թե Գազան։ Այդ ծրագիրը ՄԱԿ-ի գլխավոր վեաժողովում ստացավ 142 կողմ ձայն։ Հաջորդ լուրը նույնպես միջազգային թեմայով է։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ պատրաստ է ևս մեկ տարով երկարաձգել ԱՄՆ-Ռուսաստան New Start ռազմավարական զենքի վերահսկման պայմանագիրը։ Այս պայմանագիրը սահմանափակում է, թե որքան միջուկային մարտագլխիկներ կարող են ունենալ երկու գերտերությունները։ 2026 թվականի փետրվարի 5-ից հետո Ռուսաստանը պատրաստ է ևս մեկ տարի շարունակել պահպանել պայմանագրի հիմնական քանակական սահմանափակումները։ Հետագայում իրավիճակի վերլուծությունից հետո կընդունենք որոշում, շարունակել արդյոք այս կամավոր սահմանափակումները։ Մենք հավատում ենք, որ այս քայլը իմաստ կունենա միայն այն դեպքում, եթե Միացյալ Նահանգները նույնպես գործի նույն կերպ, հայտարարել է Պուտինը։ Սպիտակ տան մամուլի խոսնակ Քերոլայն Լևիթն այսօր արձագանքել է, նշելով, որ նախագահ Դոնալդ Թրամփը ավելի ուշ հանդես կգա հրապարակային հայտարարությամբ։ Նախագահը տեղյակ է Պուտինի առաջարկից, կարծում եմ դա հնչում է բավական լավ, բայց նա ցանկանում է անձամբ մեկտաբանել դա եւ մենք կսպասենք նրա հայտարարությանը։ New Start-ը Միացյալ Նահանգներ Ռուսաստան միջուկային զենքի վերջին գործող վերահսկման պայմանագիրն է։ Այն թույլ էր տալիս միայն մեկ անգամ հնգամյա երկարաձգում, որը 2021-ին հաստատել էին Պուտինն ու նախկին նախագահ Ջո Բայդենը։ Այս հայտարարությունը արվում է այն պահին, երբ Ուկրաինան փորձում է համոզել նախագահ Թրամփին կիրառել ավելի խիստ պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ։ Մասնագետները մտավախություն ունեն, որ սահմանափակումների դադարեցումը կարող է նորից միջուկային սպառազինության մրցավազք առաջացնել, քանի որ Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները միասին ունեն աշխարհի ամենամեծ միջուկային զինանոցները։ Ըստ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից տարածված 17 էջանոց հուշագրի Պենտագոնում հավատարմագրված լրագրողները ստիպված են լինելու ստորագրել պարտավորագիր, համաձայն որի չեն կարող հրապարակել ոչ մի տեղեկատվություն, եթե այն նախապես չի հաստատվել պատշաճ լիազոր պաշտոնյայի կողմից, նույնիսկ եթե տվյալները գաղտնիք չեն։ Խախտման դեպքում լրագրողները կարող են զրկվել իրենց հավատարմագրերից։ Այս քայլը մամուլի ազատության պաշտպանների կողմից որակվել է որպես անկախ լրագրության դեմ հարձակում։ Ազգային մամուլի ակումբի նախագահ Մայք Բալսամոն նախազգուշացրել է. Եթե բանակի մասին լուրերը պետք է նախապես հաստատվեն իշխանությունների կողմից, ապա հասարակությունը այլևս անկախ լրատվություն չի ստանում, այլ միայն այն, ինչ պաշտոնյաները ցանկանում են ցույց տալ։ Պաշտպանության քարտուղար կամ պատերազմի քարտուղար Փիթ Հեքսեդը X հարթակում գրել է. լրատվամիջոցները այլևս չեն ղեկավարում Պենտագոնը, լրագրողները պետք է հետևեն կանոններին կամ տուն գնան։ Նրա նշանակումից ի վեր արդեն փակվել է լրատվամիջոցների համար հասանելի տարածքներ, որոնցում նախկինում լրագրողները ազատորեն շրջում էին։
Միացյալ Նահանգներում մոտենում է պետական կառույցների ֆինանսավորման վերջնաժամկետը եւ կառավարության դադարեցման վտանգը օր-օրի մեծանում է։ Նախագահ Դոնալդ Թրամփը այս շաբաթ կհանդիպի Կոնգրեսի դեմոկրատ առաջնորդների հետ, Սենատից ղեկավար Չակ Շումերի եւ Ներկայացուցիչների պալատի դեմոկրատների ղեկավար Հաքիմ Ջեֆրիսի հետ։ Հանդիպումը նախատեսված է 5 շաբթի։ Դեմոկրատները պահանջում են ապահովել առողջապահական ծրագրերի պահպանումը, որպես պետական բյուջեի ֆինանսավորման մասին ցանկացած գործարքի պայման։ Ֆինանսավորման ժապկետը սպառվում է սեպտեմբերի 30-ին եւ եթե նոր համաձայնություն չկայացվի, հոկտեմբերի 1-ից հնարավոր է պետական կառույցների փակման վտանգ։ Վերջին օրերին Կոնգրեսում ձախողվել են մի քանի տարբերակներ։ Ներկայացուցիչների պալատը հաստատել էր հանրապետականների առաջարկը ֆինանսավորումը երկարաձգելու մինչև նոյեմբեր, բայց Սենատում այն մերժվեց։ Դեմոկրատների նախաձեռնությունը առողջապահության լրացուցիչ ֆինանսավորմամբ նույնպես մերժվեց։ Դեմոկրատները փորձում են կանխել Medicaid-ի կրճատումները եւ երկարաձգել առողջապահական ապահովագրության հավելյալ սուբսիդիաները։ Հանրապետականները, սակայն, այդ պահանջները համարում են անընդունելի եւ նշում են, որ հարցը կարելի է քննարկել ավելի ուշ։ Նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ցանկանում է վերաուղղել 2.4 միլիարդ դոլարը, որը նախկինում վերցրել էր Կալիֆոռնիա արագընթաց երկաթուղու ծրագրից, որպես նոր 5 միլիարդ դոլարանոց նախաձեռնության մաս։ Ծրագիրը ներկայացվել է այսօր եւ նախատեսված է Միացյալ Նահանգներում ուղևորափոխադրումների զարգացումը խթանելու համար։ Նոր ծրագրի կանոններում այլևս չկա Բայդենի օրոք ներդրված բազմազանության կամ կլիմայի փոփոխության մասին նշումներ։ Դրա փոխարեն առաջնահերթություն կտրվի այն նախագծերին, որոնք գտնվում են ծնելիության եւ ամուսնությունների ավելի բարձր ցուցանիշներ ունեցող տարածքներում, ինչպես նաեւ այն նախագծերին, որոնք կբարելավեն անվտանգությունը երկաթուղային գծանցումներում։ Բացի այդ, կառավարությունը հայտարարել է, որ կոժանդակի այն նախագծերին, որոնք կբարելավեն ընտանիքների ճանապարհորդության փորձը, տրամադրելով օրինակ մոր համար կրծքով կիրակրման սենյակներ, ընդլայնված սպասասրահներ եւ խաղահրապարակներ կայարաններում։ Հայտերի ընդունման վերջնաժամկետը հունվարի 7-ն է։ Կալիֆոռնիայի իշխանությունները հայտարարել են, որ պատրաստվում են պայքարել այս որոշման դեմ։ Կալիֆոռնիայի արագընթաց երկաթուղու վարչության ներկայացուցիչ Մայքա Ֆլորենսը նշել է, դաշնային ֆինանսավորումը դադարեցնելու որոշումը ապօրինի է եւ վիճարկվում է դաշնային դատարանում։ Այժմ այդ միջոցները վերաուղղելու փորձը վաղաժամ է։ Մենք պատրաստ ենք անհապաղ դատական քայլերի։ Դաշնային դատավարությունը, որը սկսվում է այս շաբաթ Ամազոնի մայրաքաղաք Ալիասել Սիեթլում, քննության է դնելու այն հարցը, թե արդյոք առցանց մանրածախ առևտրի հսկան խաբեությամբ հաճախորդներին ստիպել է գրանցվել իր Prime ծառայության մեջ եւ հետո դժվարացրել նրանց համար դրա չեղարկումը։ Դաշնային առևտրի հանձնաժողովը 2 տարի առաջ դիմել էր դատարան պնդելով ավելի քան 10-ամյակ տևած իրավախախտումները, ներառյալ 2010 թվականի Restore Online Shoppers Confidence Act-ի խախտումները, որը նախատեսված էր ապահովելու, որ մարդիկ հստակ իմանան, ինչի համար են վճարում առցանց։ Prime ծառայությունը բաժանորդներին ապահովում է արտոնություններով ավելի արագ առաքում, վիդեո սթրիմինգ, զեղչեր Whole խանութներում տարեկան $139 կամ ամսական $14.99 վճարի դիմաց։ Այն Ամազոնի բիզնեսի առանցքային եւ աճող մասն է ավելի քան 200 միլիոն անդամներով։ Ընկերության վերջին եռամսյակային հաշվետվության մեջ հուլիսին հաղորդվել է բաժանորդագրային ծառայություններից ավելի քան $12 միլիարդ մաքուր եկամուտի մասին, ինչը 12% աճ է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համար։ Այդ թիվը ներառում է ինչպես Prime անդամակցության վճարները, այնպես էլ բաժանորդագրային ծառայություններ, օրինակ երաժշտական կամ էլեկտրոնային գրքերի հարթակները։ Իսկ այսօրվա համար այսքանը, եթե բաց եք թողել օրվա մյուս թողարկումներ, ապա կարող եք գտնել մեր ալիքի վիդեո բաժնում։ Ես Հարություն Մինասյանն եմ, շնորհակալ եմ ուշադրության համար, առողջ եղեք։